Պան Աբրահամյան օրերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիս տվեց, որոշ տվյալներ հայտնեց, մասնավորապես պաշտպանական ծախսերի հետ կապված, համեմատեց 18-ի հետ, նշելով, որ 1.1 միլիարդով ավելացել է եւ ոչ մի խոսք, որ կրճատվել է անցած տարվա համեմատ կամ այս տարի կրճատել են։ Արդյոք ճիշտ է համեմատել այսօրվա պաշտպանական ծախսերը 18-ի հետ, այստեղ ինչ խնդիր եք տեսնում։ Ես կարծում եմ, որ երբ որ նախորդ տարի սկսվեց 26 թվականի բյուջեի քննարկումները եւ ֆինանսների նախարարը հրապարակային ասաց, որ կետերով ռազմական բյուջեն կրճատվելու է շուրջ 15-16%-ով, դա քարոզչական քաղաքական տեսանկյունից բավականին մեծ պայթյուն առաջացրեց եւ դրանից հետո իշխանությունը շատ արագ փոխեց մարտավարությունը եւ փորձեց շրջանցել 2026 թվականի ռազմական բյուջեի 15-16% կրճատումը, որը եթե չեմ սխալվում շուրջ 100 միլիարդ դրամի մասին է եւ այս տեսանկյունից այդ շրջանցելու համար փորձեց դա համացան տակ դնել նախորդ տարիների բյուջեների հետ, մասնապես 2018-ի 2018-ի հետ համատությունը սխալ է առաջին այն տեսանկյունից, որ 8 տարվա մեջ բոլոր առումներով տեղի ունեն մեծաթիվ փոփոխություններ, սկսած զինամթերքի, զինտեխնիկայի գների փոփոխությունից վերջացրած այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի կարիքների համար գնումներ իրականացում էր ոչ միայն օրինակ գործարանային գներով, այլ նաև շատ դեպքերում դրա մասին նաև հրապարակային է խոսվել, արվում էր անվճար կամ անում էր բավականին մեծ զեղչերով եւ բնականաբար այն գումարները, որոնք հատկացնում էին զինված ուժերի համար, դժվար է այս պահին դրանք համեմատության մեջ դնել, ասելու համար, թե դրանց ծավալները մեծացել են կամ չեն մեծացել։ Եվ երկրորդ կարևոր հարցը ըստ էության շրջանցում է կարևոր հարցադրումը։ Ինչի է նախորդ տարվա համեմատ 100 միլիարդ դրամով ռազմական բյուջեն կրճատվել։ Սա ասում եմ նաև այն համատեքստում, որ այս տարիների ընթացքում մեր շուրջ անվտանգային միջավայրը մեծ փոփոխությունների չի ենթարկվել եւ որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ըստ էության պայմանագիր չի ստորագրվել, դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է զինվել, վերազինվել, մեծացավալ սպառազինություն զինտեխնիկա գնել եւ այս պարագայում բնականաբար Հայաստանի Հանրապետության համար ռազմական բյուջեի կրճատումը այն էլ այսօրվա պրոբլեմատիկ կատարողականների եւ անարդյունավետ ծախսերի պարագայում բնականաբար շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։ Կարծեմ արդարացան, որ ադրբեջանական բանակի ծախսերն են կրճատվել։ Նախ ադրբեջանական բանակի ծախսերը 26-ի համար չեն կրճատվել, ավելացել են։ Ադրբեջանը քննարկումներ է սկսել երկարաժամկետ կտրվածքով իր ռազմավարության մասով եւ նրանք նշում են, որ մինչեւ 30 թվականը հնարավորություն են ստանալու նվազեցնելու իրենց նաեւ ռազմական բյուջեն։ Բայց տեսեք, իրավիճակը մենք ինչ ունենք։ 2020 թվականից հետո պետության եւ զինված ուժերին հասցված վնասները հետ պատերազմյան ժամանակահատվածում ամբողջությամբ չի վերականգնվել։ Նույնը վերաբերում է նաև 21-22-23 թվականների հարձակումներին, որի հետևանքով ենթակառուցվածքներից մինչև զինտեխնիկա, սպառազինություն, զինամթերք Հայաստանի Հանրապետությունը ունեցել է բավականին մեծ վնասներ։ Երկրորդը, Ադրբեջանը 20-25 թվականի ընթացքում իրականացրել է ՆԱՏՕ-ի չափանիշներով թուրքական մոդելի բանակի ստեղծման իր գաղափարը, հսկայական միջոցներ են այդտեղ տրվել, մեծածավալ ներկրումներ են իրականացրել եւ նաեւ տեղում արտադրվել է այդ թվում համատեղ ռազմաարդյունաբերական ընկերությունների միջոցով եւ ռազմական բալանսը մեծ ծավալով փոփոխության է ենթարկված եւ այդ մեծ փոփոխության ծավալներով մենք միևնույն կետում չենք, որպեսզի երկուսը էլ առաջնորդենք նույն սկզբունքով։ Կամ մեկ այլ հանգամանք, երբ որ խոսում են պարտադիր ժամկետային ծառայության կրճատման մասին, ասում են դա Ադրբեջանում 1.5 տարի է։ Հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանում բնակչությունը 10 միլիոն է, մոբ ռեսուրսը լրիվ ուրիշ ծավալի է, պայմանագրայինները, որոնք ներգրաված են տարբեր զորամասերում ծառայության լրիվ այլ թիվ են կազմում, բարոյակեբանական վիճակը հատկապես 44-օրյա պատերազմից հետո լրիվ այլ մակարդակի վրա է եւ Հայաստանը որևէ համատություն այդտեղ չունի։ Այսինքն անկախ նրանից թե Ադրբեջանը ոնց է շարժվելու, Հայաստանի Հանրապետությունը պետք է դնի կոնկրետ խնդիր
իր զինված ուժերի առաջ եւ գնա այդ ճանապարհով, այլ ոչ թե նայի թե Ադրբեջանը ինչ կմտածի իր այս կամ այն նախաձեռնության կամ գնումների մասին եւ դա ինչ ազդեցություն կունենա ադրբեջանական քաղաքականության վրա։ Բայց Պապիկյանը հայտարարեց, որ երբևէ այսքան սպառազինություն մենք ձեռք չենք բերել, կարող ենք տանել, ցույց տալ լրագրողներին նախ այդ սպառազինության այդ հայտարարության մասով եւ արդյոք կընդդիմադիր պատգամավորներին ցույց են տվել, տարել ցույց տվել են դուք ականատես։ Իլհամ Ալիևն էլ ասում է, որ 5 միլիարդի զինտեխնիկա արգրավել են եւ պահում են իրենց մոտ։ Հիմա ծավալ իմ համար հաշվելի չի, միայն տեսանելի եղել այն զորամասերը, որի զինտեխնիկան անցել է ադրբեջանական վերահսկողության տակ կամ դրանք ցուցադրվել է օրինակ Ադրբեջանում։ Կամ մոտավորապես ծավալ, պաշտպանության նախարարությունը շատ ավելի կոնկրետ ունի, դեպի քննիչ հանձնաժողովի զեկույցներում կա, թե Ադրբեջանը ինչ վնաս է հասցրել խոցումներով Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, սպառազինությանը, զորամասերին, այսինքն ենթակառուցվածքներին եւ այլն։ Հիմա եթե մենք օրինակ 2018 թվականի դրությամբ այդ թիվը իրանք շատ են սիրում հնչեցնել, ունեցել ենք լրիվ այլ ծավալ, որի պայմաններում չի եղել պատերազմ, Ադրբեջանը հնարավորություն չեք տվել գալու, խլելու զինտեխնիկան կամ սպառազինությունը, հիմա դրա մասին իրանք չեն խոսում։ Այն կառավարությունը, որի քաղաքականության հետևանքով եւ Ադրբեջանի իրականացած ագրեսիայի պայմաններում զինված ուժերը մեծածավալ կորուստներ ունեցել, սպառազինություն, ռազմական տեխնիկայի ենթակառուցվածքների չեն խոսում դրա քաղաքական պատասխանատվության մասին, ասում են գիտեք մենք գնացել ենք մեծ գնումներ ենք արել, բայց այդ ինչ է անհրաժեշտություն առաջացել մեծ գնումներ անելու։ Ինչ եք տարել եւ երկիրը մտցրել մի այնպիսի կոլապսի մեջ, որի պայմաններում մենք փաստացի գրեթե զրոյական վիճակում կամ զրոյական դիրքերում ենք եղել սպառազինության կամ ռազմական տեխնիկայի առումով եւ հիմա ստիպված դուք ասում եք որ գնացել ենք մեծ գումարներ ենք ծախսել մեծածավալ սպառազինություն գնելու համար։ Եվ այստեղ ամենակարևորն է, տեսեք, գլխավոր խնդիրը որն է։ Գլխավոր խնդիրը այն է, որ փորձ է արվում խուսափել քաղաքական այն պատասխանատվությունից, որը վնասի վտանգների ձևով հասցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերում է ցուցադրումներին, ռազմական տեխնիկայի, որի մասին խոսում են, ուզում եմ նաև ձեզ տեղեկացնեմ, որ նոյեմբերի ընթացքում Պաշտպանության նախարարության երկրորդ կապնվել է, առաջարկել է ծանոթանալ գնված սպառազինությանը։ Մեր ֆրակցիայի ստացել է համաձայնություն, մասնավորապես իմ մասնակցության մասով։ Ներկայացրել են որոշակի մոտեցումներ, ինչը ենթադրում է տեսնեմ այդ սպառազինության ընթացքում եւ տեղեկատվություն որը ստանալ եւ դրանից անցել է երևի 2 ամիս այդ աշխատանքները կամ այդ այցը մինչև այսօր կազմակերպված չէ։ Սա մեկ։ Երկրորդը այն պաշտպանության նախարարությունը, որը խոսում է իր հրապարակայնության մասին, տարբեր տուրիստական խմբեր կազմակերպում եւ տանում տարբեր զինված ուժերի ենթակառուցվածքներ կամ զինվորական տեխնիկայի ցուցադրմանը մեծ խնդիրներ է ստեղծում ընդդիմադիր պատգամավորների այցերին նաև առաջնագից, նույնիսկ այն պայմաններում, երբ որ մեծ դժվարությամբ հնարավորություններ լինում ստանալ համապատասխան գրություններ, թույլտվությունների ձևով այդ այցերին մասնակցելու մասով, այնպես որ իշխանությունը այն մասը, որը փորձում է ներկայացնել որպես իր հրապարակայնության սկզբունք, իրականության մեջ դա օգտագործում է բացառապես իր քարոզչական խմբերի համար, ովքեր սոցիալական ցանցերում կամ տեղեկատվական հարթակներում պարզ քարոզություն են իրականացնում իշխանության համար։ Կամ մեկ այլ կարևոր հանգամանք, երբ որ մենք խոսում ենք զինված ուժերի տարբեր ենթակառուցվածքների մասին, երբ որ մենք խոսում ենք սպառազինության մասին, դու կարող ես տեսողական մասով տեսնել, որ կա դրա առկայությունը։ Բայց բնական է, չէ՞, որ երկրում շատ քիչ քաղաքացիներ, մարդիկ կան, ովքեր կարող են գնահատել դրա հնարավորությունները, հնարավոր ռազմական գործողությունները, դրանց ֆունկցիոնալ կարողությունները եւ այլն։ Եվ երբ որ տեսնում ես մարդկանց, ովքեր պարզապես որևէ տեղեկատվություն կամ ինֆորմացվածություն չունեն զինված ուժերի մասին կամ դեռ չեմ խոսում ռազմական գործողությունների մասին, այդ մարդկանց տանում են որևէ սպառազինություն ցուցադրելու, ապա այս իրավիճակում բնական է, որ սա որևէ բան չի կարող իրական փոխանցել նրանց եւ այս իրավիճակում խոսել օբյեկտիվ իրականության մասին պարզապես չեն կարող։ Եվ
ոչ պակաս կարևոր նաև մեկ այլ հանգամանք, ժամանակից պատերազմները ունեն լրիվ այլ բնույթ։ Մեծամասնամբ այն տեխնիկան, այն սպառազինությունը, որի մասին իշխանությունը խոսում է, դրանք կարող էին արդյունավետ լինել պայմանական 15 տարի առաջ, 20 տարի առաջ եւ այլն, բայց հիմա պատերազմները լրիվ այլ ձևով են ընթանում եւ շատ դեպքերում քո ունեցած սպառազինությունը շատ կարճ ժամանակահատվածում կարող է վերածվել ջարդոնի։ Հիմա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դեռ չեմ խոսում քաղաքական կամքի մասին, չունի այն տեսլականը, չունի այն խորության եւ հեռավորության մեջ իրավիճակը կամ իրադրությունը ճիշտ գնահատելու, ինչ հնարավորություն կտա դրան համարժեք սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ունենալ, տիրապետել եւ կարողանալ դա կիրառել։